Ավտոտնակների մի մասը վարձակալությամբ են, վարչական շրջանի ղեկավարը բանակցել է վարձակալների հետ, իրենք ինքնակամ հանձնում են, քանի որ տեսել են նախագիծը եւ տեսնում են, որ այստեղ ամբողջությամբ վերահացվելու ժամանցի կամ հանգստի վայր։ Ծանուցում եկավ, որ դիմենք մեր թաղապետին, դիմեցինք, ընդառաջեցինք, ասացինք, որ լավ գործ եք անում, ուզում եք երեխեքի համար հրապարակ սարքեք, ավտոն մի կերպ կանգնացնենք, բայց երեխեքը թող խաղալու տեղ ունենան։ Եվ թաղի բնակիչները եւ երեխաները շատ գոհ կլինեն, խաղալու տեղ կունենան, հանգստանալու տեղ կունենան։ Շատ ուրախ ենք բարեփոխումների, բարեկարգման համար։ Մեր երեխաներին ապահովում են բարեկարգ պայմաններ, ուրախ մանկություն ունենալու համար։ Քանդելով այս ավտոտնակները մենք հանրությանն ենք վերադարձնում մի հսկայական տարածք, այդ տեղերում մենք միանգամից ունենում ենք նախագծեր, որտեղ որ իրականացնենք բարեկարգման աշխատանքներ։ Երկու մասնաշենք է, երրորդն էլ ապա մոնտաժելու, բայց առայժմ թողում ենք որպես գրասենյակ ծառայի։ Այս պահին քանդման աշխատանքներ է, հիմա աշխատողները այս տարածքը ազատում են, այս տանիքի այս մատերիալներից, այս տախտակները բան հավաքում են, որ սկսենք պանելները արդեն ապա մոնտաժել։ Լրիվ զրոական քանդվելու է, դրանից հետո նոր կառուցվելու է նոր շենքը, 3 հարկից, 6 խմբանոց շենք է լինելու։ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող թիվ 156 մանկապարտեզի բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքներ։ Կառուցվելու են բոլոր նորմերին համապատասխանող նոր մանկապարտեզ։ Նախատեսված է ունենալ օդափոխության հակահրդեհային բոլոր համակարգերը, ունենալու են վերելակ եւ տեղադրվելու են արևային ֆոտովոլտային համակարգ։ Թե քաղաքապետարանը, թե շինարարական կազմակերպությունը փորձելու է եւ անելու է ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները ունենան հարմարավետ մանկապարտեզ եւ ամենակարևորը անվտանգ։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին։ Երեխաները խաղում են, մեքենաները անընդհատ գնում են, գալիս են, անընդհատ վախի մեջ։ Ամեն րոպե գոռում ենք, զգուշ եղեք, ու հիմա շատ հրաշք բան է լինելու։ Բարև։ Լավ եք։ Մեր երեխեքի համար, որ բարեկարգում է գնում, շատ հոյակապ է։ Ես երկու ձեռքով ողջունում եմ։ Երկար տարիներ դիմել ենք, խնդրանքով հուսանք շատ շուտով կունենանք մենք գեղեցիկ վերանորոգված բազմերանգ գունեղ բակ։ Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից, կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են։
Հրազդան գետար եւ Ողջաբերդ գետերը հանդիսանում են մայրաքաղաքի էկոհամակարգի կարևորագույն բաղադրիչը եւ այդ հանգամանքով պայմանավորված Երևանի քաղաքապետարանը այս տարի եւս նախաձեռնել է նշված գետերի հուների մաքրման աշխատանքները։ Այս տարվա համար մաքրման ծավալը կկազմի Հրազդան գետի համար շուրջ 9000 խորանարդ մետր, իսկ գետար եւ Ողջաբերդ գետերի համար 4000 խորանարդ մետր։ Հրազդանի կիրճը Երևան քաղաքի տարածքում այն քիչ տարածքներից է, որտեղ դեռևս կարելի է հանդիպել հարուստ կենսաբազմազանության, մարդկային բնական, երկրաբանական, պատմամշակութային հուշարձաններ, որը պահպանության կարիք ունի եւ քաղաքի կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունի։ Այդ ամենը հաշվի առնելով դեռևս 2022 թվականից նախաձեռնել են կիրճի տարածքին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի շնորհման աշխատանքներ եւ Հրազդան գետի վրա տեղադրել են երկու աղբավորցիչ հարմարանքներ, որոնց նպատակը գորշ կենցաղային աղբի մուտքը կանխելն է եւ դուրս բերելն է գետից։ Այս գետերը մաքրվում են հիմնականում եղեգներից, տիղմից, տարատեսակ աղբից, նաև հարակից տներում ապրող բնակիչների կողմից տարատեսակ առարկաների նետումից։ Ուզում կոչ ուղղել բնակչությանը, որպեսզի հնարավորինս գետերում տարատեսակ աղբ չթափվի։ Հետագա քարաթափումներից խուսափելու եւ տարածքում անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով Մատենադարանի հարակից ժայռոտ այս լանջի վրա օրեր առաջ իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ։ Այն տարածքներում, որտեղ հսկա քարաբեկորների անկման հավանականությունը մեծ է եղել, կատարվել է քարերի հեռացում, տարածքն ազատվել է շինարարական աղբից, որպեսզի մթնոլորտային տեղումները պատճառ չհանդիսանան քարերի եւ հողային շերտերի տեղաշարժմանը եւ չառաջացնեն սողանքներ, ժայռոտ հատվածներում վերից վար կառուցվել են բետոնե հենասյուներ։ Շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Մետաղական ճոպանի եւ ցինկապատ ցանցի օգնությամբ կատարվում է տվյալ տեղամասի ամբողջական ցանցապատում։ Աշխատանքները ընդլայնվելու են ընդգրկելով զառիթափ լանջերի ավելի մեծ մակերեսով տարածքներ։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։